Բերլինի հարաբերությունները Անկարայի հետ կարող են մոտ ապագայում վատթարանալ, հաշվի առնելով հայոց ցեղասպանության փաստը հունիսին պաշտոնապես ճանաչելու Գերմանիայի խորհրդարանի մտադրությունը։ Գերմանական Der Tagesspiegel-ի հաղորդմամբ Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության հավանական ճանաչման դեպքում Անկարայի արձագանքը լինելու է հուժկու եւ վատթարացնելու է Գերմանիայի կառավարության հետ հարաբերությունները։ Թերթի հաղորդմամբ ցեղասպանության փաստի ճանաչման կողմնակիցներն են իշխող կոալիցիան եւ կանաչների միությունը։ Թերթը մեջբերում է նաև Բերլինում Թուրքիայի դեսպանի խոսքերը, ով ասել է, թե հայոց ցեղասպանության ճանաչումը լինելու է Բունդեսթագի պատմական սխալը, քանի որ այն տևականորեն բացասական ազդեցություն է ունենալու Անկարայի եւ Բերլինի հարաբերությունների վրա։ Միևնույն ժամանակ իշխող կոալիցիան ներկայացնող Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալթեր Շթենմայերը Der Tagesspiegel-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ հայոց ցեղասպանության փաստը ճանաչող օրինագծի ընդունումը չպետք է խոչընդոտի Գերմանիայի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները։ Առավել լուրջ անհանգստություն է նկատվում այս կապակցությամբ Թուրքիայում։ Թուրքական Միլիեթը քննադատում է Թուրքիայի կառավարությանը Եվրոպայի իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների հետ բավարար չափով չհամագործակցելու համար։ Արդյոք Թուրքիայի կառավարությունը որևէ փորձ ձեռնարկում է այդ քվեարկությունը խափանելու նպատակով։ Մենք տեղյակ չենք, գրում է թերթը։ Կանալ 24-ի մեկնաբանի կարծիքով էլ Էրդողանի հրապարակային դիրքորոշումն այս հարցում, որը բացասական է լինելու, էլ ավելի կզայրացնի Գերմանիայի օրենսդիրներին։ Գերմանիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում այդ երկրի արտգործնախարարությանն էլ ոչինչ չի մնա, քան ճանաչել այն, գրում է լրատվամիջոցը, հիշատակելով, որ 2015-ին հայոց ցեղասպանության փաստը իրենց հայտարարություններում պաշտոնապես ճանաչել էին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գոքը ու խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերթը, սակայն խորհրդարանն ամբողջությամբ այս մասին որոշում նախկինում չի ընդունել։ Թուրքական Haberler-ի մեկնաբանը ավելացնում է, որ խորհրդարանում այդ որոշման ընդունման դեպքում թուրք-գերմանական հարաբերությունները կարող են երկար ժամանակով վատթարանալ։ Լրագրողը հիշեցնում է, որ նման մի օրինագիծ Գերմանիայի խորհրդարանի օրակարգ էր մտել նաև 2015-ին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, սակայն այն հանվել էր օրակարգից Գերմանիայի կառավարության միջնորդությամբ։ Haberler-ը նաև հրապարակել է Գերմանիայի թուրքական կազմակերպությունների նամակը, որը ուղղել էին Գերմանիայի օրենսդիրներին եւ պաշտոնյաներին։ Նամակում մասնավորապես հերքվում է հայոց ցեղասպանության փաստը եւ ասվում, որ Օսմանյան իշխանությունները ստիպված էին տարհանել հայերին, քանի որ հայերը իբր վտանգում էին անպաշտպան թուրք կանանց եւ երեխաների կյանքը։ Վաթանը մեջբերում է Գերմանիայի խորհրդարանականներին, ովքեր ասում են, թե լավ են գիտակցում, որ հայոց ցեղասպանության ճանաչումը կվատթարացնի թուրք-գերմանական հարաբերությունները եւ կարող է նույնիսկ բացասաբար ազդել Եվրամիության եւ Թուրքիայի միջև գաղթականների վերաբերյալ գործարքի վրա, սակայն ընդգծում են, որ հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական խնդիր է, որն անհնար է չափել նյութական հետևանքներով։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։